Ընդհանուր առմամբ կարծում եմ այս համատեքստում լավ կլինի, որ մենք կառավարության կողմից ընդունվող ռազմավարությունները եւ ռազմավարական նշանակության փաստաթղթերը ճիշտ տեղում դնենք մեր կառավարման համակարգում։ Ռազմավարությունները առաջին հերթին մտադրությունների բարձրաձայնում են եւ անելիքների պատկերացումների համախմբված դրսևորում, որովհետև ելի եմ ասում, չնայած ոչ միայն ռազմավարական փաստաթղթերը, օրինակ տեսեք, նույն մենք անդադ ընդունում ենք պարբերաբար բնականաբար որևէ թվականի պետական բյուջեն եւ պետական բյուջեն էլ ինքը մտադրությունների մասին հայտարարություն է։ Շատ մեր իրականության մեջ հաճախ այս նրբությունը չի ընկալվում, որովհետև երբ որ տարվա բյուջետային տարին սկսվում է եւ ոմանց թվում է, թե եթե մենք բյուջետային տարվա համար պլանավորել ենք, որ ենթադրենք այսքան տրիլիոն ծախս պիտի անենք, ուրեմն կառավարությունում կա մի սենյակ, որտեղ այդքան տրիլիոն ծախսը գումարը դրած է եւ մենք ամեն շաբաթ կամ ամեն օր գնում հաշվում ենք, բանով կանխիկ կամ անկանխիկ բաշխում ենք եւ այդպես է գնում։ Ոչ դրա մասին չի։ Հունվարի 1-ի տվյալ թվականի բյուջեի հավաքագրումը սկսվում է տվյալ տարին սկսելու առաջին վայրկյաններից։ Այլ բան, որ քանի որ մենք նախորդող տարվա բյուջե ենք ունենում եւ այդ բյուջեում երբ որ լավ է լինում գործերը լինում են մնացորդներ կամ միշտ չի, որ դա լավ գործի արտահայտություն է, որովհետեւ երբեմն մենք դա լավ չենք գնահատում, որովհետեւ այդ նշանակում է ծախսային մասը այդքան էլ լավ չենք արել։ Բայց ամեն դեպքում, այսինքն այդ շարունակականությունը ապահովում է, բայց մեկ է տվյալ տարվա բյուջեն սկսվում է, երբ որ նոր տարվա այն զանգերը սկսում են խփել, որ շամպայն նվաժակ բարձրացնում են, այդ բյուջեն այդ պայից սկսվում է, այդ պայն բյուջեում այդ տարվա հավաքագրումը 0 է։ Այդ պայից ամեն ՀԴՄ, ամեն գործար գեներացվում է, հաշվետու շրջանը, որը մինչև հաջորդ ամսվա 20-ն է, տնտեսվարողները ներկայացնում են հաշվետվությունը եւ բյուջեն հավաքագրվում է, եւ քանի որ դոկտրինի հետ ուղիղ կապ չունի, բայց այնուամենայնիվ արձանագրեմ, որ 2025 թվականի պետական բյուջեի պլանը այն թիվը, որը ընդունվել է ազգային ժողովում 2024 թվականի դեկտեմբերին բյուջեի եկամուտները մենք 100.2%-ով կատարել ենք, այսինքն որոշակիորեն գերակատարել ենք, տարվա ընթացքում մենք մեր ամբիցիաները բարձրացրել ենք, մեր պլանավորումը, այսինքն ճշտել ենք պլանը եւ բյուջեի եկամուտների մեր կանխատեսումը ավելացրել ենք, այդ կանխատեսումից մի քիչ պակաս ենք հավաքել, բայց ի սկզբանե պլանավորածից հավաքել ենք ավել, այսինքն բյուջեն գերակատարվել է այս տրամաբանությամբ։ Հիմա վերադառնալով դոկտրինին եւ վերադառնալով ուղենիշին, ինչի մասին է այս փաստաթուղթը։ Այս փաստաթուղթը նրա մասին է, թե մենք հիմա որտեղ են գտնվում եւ դեպի ուր ենք ուզում շարժվել, բայց սա բավարար չի, որովհետեւ A կետից B կետը կարելի է շարժվել մի քանի ճանապարհներով։ Ենթադրենք, էլի որպեսզի նաեւ հանրությանը հասկանալի լինի, ասենք Երևանից Գյումրի կարելի է գնալ առնվազն մի քանի ճանապարհներով, մենք ասում ենք Երևան